Սիրելի բարեկամներ, ողջույն, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն է Status Quo։ Այսօր մենք հյուրընկալել ենք Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար, ազգային ժողովրդավարական բևեռ խորհրդի անդամ Արա Պապյանին, պարոն Պապյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, ես որպես կանոն ընդհանրապես չեմ սիրում, որպես ես էլ վերլուծաբան, մեկնաբանել հատկապես Նիկոլ Փաշինյանի ինչ-որ մի արտահայտություն կամ խոսք, բայց այս անգամ ուզում եմ բացառություն անել եւ ասել, ձեզ հարցնել, թե ինչ է նշանակում մենք ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ գտել ենք Հայաստանը կամ Հայաստանի Հանրապետությունը, դա ինչ է նշանակում։ Դա պարզապես բառախաղ է եւ մենք բառախաղ է, որովհետեւ ակնհայտ է, որ մենք կորցրել ենք, որովհետեւ Արցախը ոչ թե բեռ էր Հայաստանի համար, եթե անգամ առանձին պատկերացնենք, այլ նա ամբողջ արևելյան կողմի երաշխավորն էր։ Այսօր երբ որ մենք խոսում ենք, արդյոք կլինի հարձակում Սյունիքի վրա, թե չի լինի, արդյոք այդ Միջանցքի հարցը մեջտեղ կգա թե ոչ, զուտ այն պատճառով, որ կորցրել ենք։ Եվ եթե նման հարցեր են առաջանում, այդ նշանակում է մենք ավելի ինքնիշխան, ավելի ապահով չենք վստահաբար։ Ցավալի կորուստ է, բայց հուսանք, որ դա ժամանակավոր կորուստ է։ Ես կարծում եմ ինքը այդքան ապուշ չի, որ չհասկանա դրա, այսինքն որ դա կորուստ է, բայց սա կարծում եք, որ հանրային մտքի տրանսֆորմացիա է փորձում անել, որ մենք իբր թե ոչ թե կորցրել ենք, այլ գտել ենք, ինքը նաև շարունակեց, որ այս 7 տարիները եղել են ոչ թե պարտության, այլ հաջողության տարիներ։ Գիտեք, ինքը երբ որ լրագրող էր, այդ լրագրության ժամանակ բավականին վարժվել է խոսքի աճպարարությանը։ Եվ ինքը հասկանում է, որ կան բաներ, որ ասես, շատ ասես, համոզես, ինչ որ մարդկանց մի խումբ կլինի, որ կհամոզվի եւ կլսի։ Իհարկե դա չի հաշվարկված սթափ դատող մարդկանց համար, որովհետեւ տրամաբանել գիտեն։ Մարդիկ կան, որոնք երբ որ լսում են նման բաներ, ասում են դե ճիշտ ասում էլի։ Եվ այդ դրամաբանություն հա մեջը տեսնում, ինչ որ տրամաբանական բան։ Տրամաբանություն չեն տեսնում։ Իրանք մարդիկ կա որ սովոր են, այն ինչ որ ասվում է հերոստատեսությունից, կարդում են, հատկապես իշխանություններից, այն գիտեք, չի ասում, առաջ առաջին իշխանությունը միշտ ճիշտ է, կետ երկրորդ, եթե վստահ չես, որ իշխանություն ճիշտ է, տես առաջի կետը։ Այդ տիպի մարդիկ են, ու ես դա տեսել եմ, այսինքն սկսած 88-89-ից, այսինքն որ ասենք մարդիկ կոմունիստներից ՀՇ դառան, ՀՇ-ից ալ, մինչև այսօր այդ տիպի մարդիկ կան եւ ինքը կարծում եմ դրանց վրա է հաշվարկում, որ միշտ իշխանության հետ են։ Այսինքն այդ մանիպուլյացիոն գործիքներից ինքը կարողանում է օգտվել եւ անգամ կարծեք թե կարողացել է նաեւ արևմուտքում ստեղծել որոշակի իմիջ իր համար, որ ինքը շատ ժողովրդավար է, այս վերջերս մենք հանդիպում ունեինք արևմտյան երկրներից մեկի պատգամավորական խմբի հետ եւ այդ մարդիկ, երբ որ լսեցին որոշակի վերլուծություններ, իհարկե ըստ իրենց դուրը չեկավ այդ վերլուծությունը, որովհետեւ նեգատիվ բացասական բաներ կար Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասով, իրենք վերջում ասեն, գիտեք ինչ, մենք հարցումների ենք նայել, որտեղ մարդիկ շատ գոհ են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից եւ բոլորի ցանկությունը ժողովրդավարությունն է եւ Նիկոլ Փաշինյանը հենց դա էլ բերում է Հայաստանի ժողովրդավարություն։ Սա ինչ պատմություններ են։ Գիտեք, այդ մարդիկ ցավոք սրտի կան եւ քիչ չեն, ասենք արևմուտքում էլ քիչ չեն։ Ես նրանց կոչում եմ վերնագրային տեղեկություններ քաղողներ։ Սրանք մարդիկ են, ովքեր կարևորագույն լուրերի վերնագրերն են կարդում, օրինակ։ Ես ասում TikTok-ային վերլուծություններ են։ Կամ այդ տիպի, այսինքն իրանք չեն խորանում, մանրամասները չգիտեն։ Օրինակ կարդում են, որ Հայաստանի վարչապետն ասեց, որ պիտի դուրս գանք հապկից եւ այլն։ Այդ կանը գիտեն։ Բայց ասենք մյուս հաջորդ հայտարարությունները, այցելությունները, չգիտեմ, Պետերբուրգ, Մոսկվան, դա քանի որ որպես վերնագիր կարևորագույն լրատվականները չեն տալիս, իրանք չեն իմանում, դրա մեջ չեն խորանում։ Դրա համար միշտ հատկապես պատգամավորների առումով, ովքեր, ասենք, չեն մասնագիտանում մի ուղղության, այդ սխալմունքը կա։ Այստեղ ես կարծում եմ դեսպանատները իրենց բացասական դերակատարությունն են, դրսի դեսպանատները։ Նրանք, այո, նրանք որ պիտի անաչառ վերլուծականներ գրեն, բայց դեսպանատներն էլ գիտեք ուրիշ ագրգությունն են։ Այսինքն իրենց աշխատանքի գնահատականը տրվում այն զեկուցագրերի հիման վրա, ինչ իրանք են ներկայացնում։ Եթե իրենք օրինակ ներկայացնում են, որ Հայաստանում մեր աշխատանքի շնորհիվ ժողովրդավարությունը սկսել է ընդլայնվել, խորանալ, այսպես եւ այնպես, բնական
բնականաբար աշխատանքը լավ է գնահատվում։ Շատ դժվար է քննադատական մոտեցումը, որովհետև իրենց համար սա ինչ-որ ժամանակավոր աշխատավայր է։ Ուղղակի այսպես է հարցը, որ երբ որ մենք էլ ենք շատ հանդիպում եւ մեր խնդիրներից մեկը դա է մարդկանց ցույց տալ այն վերլուծաբաններին, որ իրենք իրավունք չունեն այդքան մակերեսային լինելու, որովհետև հիասթափությունը, այսինքն ժողովրդավարության նկատմամբ հիասթափությունը, որ իբր ժողովրդավարության տարածվում է ժողովրդի մեջ, որովհետև ժողովուրդը է ասում այսա Նիկոլն է ձեր ժողովրդավարությունը։ Նայեք, երբեք Հայաստանում կամ արևմտականությունը։ Այո, երբեք Հայաստանում լիարժեք ժողովրդավարություն չի եղել։ Բայց նման մանրախնդիր պատժամիջոցներ, ինչ որ մի նախադասության համար մարդկանց ձերբակալեին, ինչ որ ազգականների, բարեկամների, ընտանիքի անդամ չի եղել։ Այսինքն կար որոշակի սկզբունք, որը կարմիր գծեր ուներ, ես չեմ ասել, որ դա ժողովրդավարության սկզբունք էր, ինչ որ ավանդական կարմիր գծեր կար, որից եկող իշխանություն չգրված կարմիր։ Այո, օրինակի համար ընտանիքի անդամներին չի կարելի պատժել նրա համար, որ ասենք ծնողն ինչ որ մի հայտարարություն արեց։ Հիմա ցավոք սրտի դա համատարած է։ Դուք տեսնում եք դա։ Այո։ Պարոն Պապյան, չեմ կարող ձեզ չհարցնել Թուրքիա կատարած այցելության մասին։ Այդ այցելությունը որքան տարօրինակ էր, այդքան էլ խնդրահարույց էր եւ նաեւ այդպես էլ մնաց ինքը ինչ որ առումով տենց ինչ որ շղարշի մեջ, որովհետեւ անհասկանալի է թե ինչու գնաց։ Շատերը մտավախություն ունեն, որ ինքը կարող է ինչ որ բան ստորագրել, ինչը չի բացառվում հետագայի համար նաեւ։ Ալիևը այնտեղ իրենք չհանդիպեցին։ Ոմանք համարեցին, որ իրեն շատ ցած ձև են ընդունել, բայց դա հարցի այլ կողմն է, այդքան դրան շատ ուշադրություն չդարձնենք։ Հայտարարությունների մասով էլ կարծեք ավելի շատ հայտարարություններ մենք լսեցինք հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, մենք դրա մասին խոսենք, Թուրանի մասին ինքը խոսեց եւ այլն։ Բայց իրապես ըստ ինչու գնաց եւ ինչն է դրա նպատակը։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը արդեն անմիջականորեն ներգրավված է ընտրապայքարի մեջ։ Եվ այս այցի նպատակը այն էր, որպիսի Էրդողանը համոզի Ալիևին մի փաստաթուղթ ստորագրի, որի վերնագրի մեջ կլինի խաղաղություն բառը։ Որտեղ խաղաղություն բառը շատ լավ բառ է, պահանջարկ ունեցող բառ է, ծախվող բառ է, որպիսի Հիշում եք Չեմբերլենի հայտնի նկարը կա, որ եկավ այսպես թուղթը ցույց տվեց, ես բերեցի ձեզ առաջիկա 20 տարվա համար խաղաղություն։ Առաջիկա ընտրություններում կլինի արտահերթ է ժամանակին, ինքը որևէ նվաճում չունի ժողովրդին ցույց տալու համար։ Ինքը ձախողել է կոռուպցիայի դեմ պայքար, նա ձախողել Արցախի մասին չեմ ասում, որ այդպես է եւ այլն։ Բայց ինքը եթե օրինակի համար ստորագրի մի փաստաթուղթ, որը կներկայացնի հավասարարժեք խաղաղության, որտեղ խաղաղության փաստաթուղթը խաղաղության տարբեր բաներ են։ Իր համար դա կարելի ասել նվաճում է իր համար։ Բայց մենք տեսանք, որ նախ Ալիևը թողեց եւ վերադարձավ, չուզեցել հանդիպել, անգամ այդ հնարավորությունը չտվեց, անգամ քննարկելու, եւ Էրդողանն էլ եւ մեկ օր առաջ իր Ալիևի հետ հանդիպման ժամանակ հստակորեն, գիտես, այստեղ մանրամասները կարեւոր են։ Երբ որ Էրդողանը արտասանեց ադրբեջանցի մի բանաստեղծությունը Խոջալույի ցեղասպանության մասին։ Սա ուղերձ էր, գիտեք, ասենք ամեն օր երկրի նախագահներն ու վարչապետները բանաստեղծություններ չեն արտասանում նման բանի մասին։ Զուգահեռաբար ընթանում էր, եթե հիշում եք, իսլամական համագործակցության կազմակերպության երկրների այդ Ստամբուլյան հավաքը ըստ էության, որտեղ եւ ընդունվեց Ստամբուլյան հռչակագիրը, որի 26-րդ կետը հստակ հակահայկական էր եւ առանձին 5 բանաձև ընդունվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջարկով եւ պահանջով։ Հիմա եթե կողմերի մեջ չկա քաղաքական կամ խաղաղության կամ իսկապես ինչ որ իրավիճակը բարելավելու, մնացածը ձևական են, որտեղ փաստաթուղթն էլ չի բերելու խաղաղություն։ Ես գիտեմ, ԿՊԱ-ականները հիմա սկսել են այն գիծը տանել, այդ առանցքային քարոզչության բանն է, որ տեսեք բայց ուզում եք էլի թշնամի մնաք, ուզում եք շրջափակված մնաք, այնպես են ներկայացնում, կարծեք թե այս այցելությամբ մենք դառնանք բարի դրացիական հարևանություն ունեցող երկրն էլ կամ Հայաստանի սահմանը բացվեց, չկա։ Նման, այսինքն կա որոշակի գործընթաց շատ զիջումներով, որովհետև արդեն իրենք իմ կարծիքով այն ինչ որ Ստամբուլյան հռչակագրի մեջ կետեր դրեցին եւ բան, օրինակ այդ այսպես կոչված
Հայաստանից բռնի արտաքսվածների վերադարձի հարցը, Խոջալույի ցեղասպանության հարցը եւ այլն։ Էսի իրենց արդեն նորագույն պահանջներն են։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Առաջին անգամ Բաքուն արևմտյան Ադրբեջան բառակապակցությունները եւ դրա հետ կապված մյուս հարցերը վերադարձման միջազգային ասպարեզ անեց։ Միջազգային կառույց քննարկվեց եւ ընդունեց հռչակագիր 57 երկրի ստորագրությամբ։ Հիմա կարող է մարդիկ ասեն, որ հա դա հիմա ինչ ստորագրել են։ Այո, այս մի հատով ոչինչ, բայց սա ճանապարհի սկիզբն է, իրենք կերտում են այդ պատկերը, որտեղ հստակորեն Հայաստանը որպես ագրեսոր դատապարտվում է եւ հատուցումների հարցն է։ Ինչպես է ստացվել, որ այսքան թողուբոհով կրակների մեջով անցած Հայաստանի հասարակությունը եւ հատկապես փորձագիտական դաշտը այս կեղծ նարատիվները կամ կեղծ օրակարգը կարողանում է ընդունել, մարսել եւ մի բան էլ Facebook-յան էջերում տարածել, տիրաժավորել, պաշտպանել, աջակցել։ Այդ ինչպես է, ինչ է կատարվում այս մարդկանց հետ։ Եթե չհամարենք, որ իրենք բոլորը փող են ստանում, մի կողմ թողնենք այդ կանխավարկածը, ինչ է կատարվում։ Չէ, այստեղ միայն փողի հարցը չի, այստեղ բայց կա անձնական շահագրգռության հարց։ Գիտեք, մարդիկ կան էլի բնույթի հարց է։ Մարդկա պայքարող է, ռազմիկ է, ինքը պատրաստ է։ Բայց եկեք հասկանանք, որ ցանկացած իշխանության դեմ հանդես գալը դա որոշակի խնդիրներ է առաջացնում։ Այդ մարդիկ կոմֆորտի զոնայից չեն ուզում լռել ուղղակի։ Այո, չէ, հիմա լռելը դա ասма չարի դեմ պայքարելու նվազագույն ձևը չարին մասնակից չլինելն է։ Չէ, իրանք իշխանությանը ինչ որ բաներ են, այսպես ծառայություններ են մատուցում եւ դրա համար ստանում են եւ փող են ստանում եւ աջակցություն են ստանում եւ ես օրինակ անունը չտամ մեկը կա որ այսինքն երբ որ հայտնի է այսպես անդիմադիր բայց հենց ինքը պաշտոն ստացավ քույրը պաշտոն ստացավ սկսեց արդեն իշխանությանը գովել։ Հիմա բոլորն էլ հասկացան ու մասնակցել։ Եվ այդ մեկը չի երկուսը չի ցավոք սրտի դա այդպես է գիտեք ես միշտ ասում եմ երբ որ բանա լինում ասում նայ սկզբունքայինը այն մարդն է ով որ կարող է հանուն իր գաղափարի ինչ որ բանից հրաժարվել, այսինքն պաշտոնից, դիրքից, ազդեցությունից, այդ է որտեղ դու բանը։ Թե չգիտեք, էլի ռուսական մի ֆիլմ կա, որ ասում է «Я взятки не берусь», ասում է «Вам и не дают»։ Հա, հիմա այս հարցն է, այսինքն մարդիկ կա, որոնք ոչ դիրք, ոչ պաշտոնն են, ոչ հնարավորություն, հեշտ է այդ ժամանակ լինել անդիմադիր եւ պայքարող, դժվար է այն ժամանակը, երբ որ դու այդ ամբողջը ունես ու գիտես որ հանուն այդ պայքարի դու այդ ամբողջից զրկվելու ես ու պատրաստ ես դրան գնալու, որտեղ դու դրանով վճարում ես, ասենք քո վճարածը շատ է։ Ցավոք սրտի, ինչ ասեմ, վերլուծական հասարակությունը քաղաքագետներն նույն ձևի մարդիկ են, ինչ որ բոլորը եւ տարբեր տիպի են, ես դեռ կասեի մի բան էլ ավելի ենթակա են իշխանություններին։ Պարոն Պապյան, վերադառնանք Ստամբուլ, թե ավելի շուտ Անկարա, որտեղ էր հանդիպումը։ Ստամբուլում, չէ՞, Ստամբուլում էր, Դոլմաբախչե, հայկական։ Ինքը այնտեղ արեց մի հայտարարություն, արտահայտություն ավելի շուտ եւ ասեց Թուրան ինչ է կպել, հա, կոպիտ ասած այդ Թուրան, ինչ վատ բան կա, եթե մեզնով անցնի։ Սա հիշեցնում է իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանական թեզիսները շատ, հա, որ մենք պետք է բայց սա անցել է։ Անցել է, իհարկե, նույն անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն է քննադատել, քիրվայություն պիտի անենք եւ այլն։ Եվ եթե այսպես վակուումի մեջ նայենք, իհարկե այդ գաղափարը, որ պետք է պետությունները իրար հետ ընկերություն կամ հարևանություն, դա լավ բան, բայց դժվար է հասկանալ, որ կոնտեքստները տարբեր են։ Ինչու է ինքը առաջ տանում այն ամենացավոտ, հենց Թուրանը, կարար ասել ուղղակի ընդհանրենք նույն խաչմերուկ բառը անգամ օգտագործել, որը էլի իրական լավ բան չի, մետաֆորա չի, բայց գոնե։ Ինչի Թուրան, ինչի ասում դե Թուրան ինչ է կպել Թուրանից, հա, ինչ վատ բան կա դրա մեջ։ Նախ ասեմ, ինքը չի հասկանում այդ պանթուրանիզմի ամբողջ էությունն ու վտանգավորությունը, որովհետև եթե իրան թվում է այդ Հայաստանի վրա միայն պիտի գնան, այդ սխալ է, որովհետև դա ինչ է, դա տնտեսական, ռազմական, քաղաքական որոշակի միասնության, հիմա համադաշնությունա թե ինչ է, երկրների համախումբ, այսպես կոչվում, որը պետք չի, դա գաղափար է։ Հիմա եթե այդ ամբողջը պիտի կախված լինի Հայաստանի նման երկրի տարածքով անցնող ինչ որ ճանապարհից, իրենք երբեք չեն հանդուրժի, որ Հայաստանը ունենա իր ձեռքում այդ
ճանապարհի փակոցը, բանալի եւ այլն։ Լծակը, ինչի համար այսինքն ինչի, իհարկե, այսինքն ինչ է նշանակում այդ ամբողջ հզոր երկրները Հայաստանի ձեռը տան։ Դա նշանակում է, այն որ աղոթքություն եւ մի տաներս մեզի փորձություն, Հայաստանի փորձության տանել։ Կամ թուրքերը իրանք պիտի փորձեն գրավեն կամ վերահսկեն այդ ճանապարհները եւ ոչ թե մի ճանապարհ, այլ մի քիչ ավելի լայն։ Ինչպես խոսում են օրինակ Սյունիքի Վայոց-Ձորի մասին, որտեղ մի ճանապարհ դրան բավարար չի, կամ այցեով, կամ մինչև իսկ Ռուսաստանը, որտեղ եթե դա կայանում է, գայթակղություն ասենք բան չէ Ռուսաստան որ ՖՍԲ-ն վերահսկի, որովհետև դա լծակ է իր համար, որովհետև այդ պանթուրանիզմի գաղափարը նաև Ռուսաստանն է վտանգավոր, բայց այստեղ ինքը կուզենա հենց վերահսկել Հայաստանի միջոցով, որովհետև այլ վերահսկելու տեղ չկա, ամենանեղ հատվածը սա է։ Սա է ընդհանրապես թուրանիզմի վտանգավորությունը։ Մյուսը նա է, որ ինքը ինչու ասենք օգտասում թուրան բառը, լավ հասկանալով որ դա բացասական ընկալում ունի։ Միգուցե ուզում է դրանով, չգիտեմ, նույն Էրդողանին եւ մյուսներին սիրահարել, շատ դժվար է հասկանալ։ Ես կարծում եմ, այստեղ շատ հոգեբանական պահեր կա։ Օրինակ ես երբեք Նիկոլ Փաշինյանի զեզվերջ տարիներ այդքան ուրախ չէի տեսել։ Ստամբուլում ինքը շատ ուրախ էր։ Այդ ելույթների ժամանակ ուրախ կատակներ անել եւ այլն, այդ բաները ինքը այլ հոգեվիճակի մեջ էր գտնվում։ Բոլորին օրինակ Մոսկվայում, երբ որ ասենք նայում ես Ալիևան, շատ ընկճված է, այստեղ շատ ուրախ էր այդ ամբողջը։ Չգիտեմ, միգուցե ինչ-որ ներքին պայմանավորվածություն է եղել, բայց հակառակը, օրինակ բանի Էրդողանի մենք ստիպված եզրակացություններ ենք անում ինչ-որ ձև պատկերներից, բայց դա Էրդողանի դեմքի արտահայտությունը բանը որևէ ինչ ասեմ հրճվանք որևէ ուրախ էմոցիա չկա հասեցեք զարմացած նայում էր էս ով է էլ ես ինչեր ասում ինչեր է խոսում այդ ամբողջ չկար իսկ համայնքի հետ ինքը ինչ որ ասում էր այդ ուղերձ իմ կարծիքով ուղղված էր շատ ավելի մյուս համայնքներին տեսեք Ադրբեջանը մի քանի անգամ բարձրաձայնել է որ կառույցներն են ըստ Ադրբեջանի հիմնական խանգարողները Հայաստան, Ադրբեջան կամ Հայաստան, Թուրքիա մերձեցման եւ այլն։ Դա եկեղեցին է եւ Սփյուռքը։ Այո։ Եվ հիմա ինքը հետեւողական խփում է դրանց, որովհետեւ առաջնային շատ ավելի վտանգ էր պետությունը եւ բանակը։ Իրանք համարում են, որ այդ դիսկուսիա արդեն լուծել են, չկա այդտեղս։ Հիմա այդ ռևաշիզմի որջը եկեղեցին է եւ Սփյուռքն է։ Եկեղեցու դեմ պայքարը սկսած է Սփյուռքիներ մենք գիտենք, որ բազմաթիվ անգամներ նման հայտարարություններ, օրենսդրական փոփոխություններ եւ այլն։ Օրինակի համար, հիմա ինչու պիտի ես որպես կուսակցական ներկայացուցիչ չկարողանամ իմ ընտրացուցակի մեջ Սփյուռքից մարդկանց ներգրավելու, որոնք պատրաստ են Հայաստանին ծառայելու եւ Հայաստանի էլ քաղաքացի են միաժամանակ։ Հայաստանի քաղաքացի են Բայց դու չես կարող իրեն ներգրավել, բա ոնց ենք խոսում համաշխարհային փորձի ներգրավման մասին, տնտեսական, քաղաքական, ասենք մարդը հայաստանցիա կամ ոչ հայաստանցիա, գնացել է 10-20 տարի դրսում ապրել է, աշխատել է, ունի նաև երկրորդ երկրի քաղաքացիություն, դու չես կարող այսօր իրան ներգրավես։ Հենց սա ցույց է տալիս, որ ճիշտ է, Սահմանադրական փոփոխություն Նիկոլից առաջ էր, բայց Նիկոլը կարող հանգստափոխ էր, այդ հնարավորությունը տա։ Չէ, մենք հասկանում ենք, որ դա ուղիղ խփեր իրեն, որովհետև պատրաստ փորձառու մարդիկ գալը եւ ներկայությունը, եթե հիշենք նաեւ դասական դարձած Տիգրան Սարգսյան, ինչ մենք ասում ենք, որքան քիչներ են, այնքան ավելի հավանականություն այստեղ ինչ-որ բաներ անելու կչանում է։ Հետո մենք ցավոք անձնականը տեսնում ենք, որ միշտ պետականից ավելի վեր է դասում եւ այդ ոլորտում եւ փորձագիտական դաշտում Դե պատճառներից մեկը, որ դեսպանատներում եւ հյուպատոսարաններում ընտրատեղամասերը նոր օրենքով վերացված են, չկան։ Առաջ մենք գոնե այդտեղ բացում ենք ընտրատեղամասեր եւ մարդիկ չեմ կարող ասել, որ դրսի դրողների մեծ մասը, բայց մի ինչ որ քանակություն գալիս էր։ Բայց գոնե այն մարդիկ, որոնք այդ պահին ենթադրենք Հայաստանից թռել են ինչ-որ միտեղ, բայց ուզում են մասնակցել մի շաբաթից իրենք վերադառնալու են նույնց Երևան։ Հա, բայց այստեղ փորձը հետեւյալն է, որ Սփյուռքի ընտրատեղամասերում մեծ մասը իշխանության դեմ է քվեարկե միշտ։ Դրա համար հետեւաբար վերացնել այդ հնարավորությունը, որ Սփյուռքում ապրողը կամ արտերկրում, այսինքն Սփյուռք էլ չէ, արտերկրի է, հայաստանցիա գնացել է միտեղ 2 տարի աշխատին Սփյուռք։ Դու իրեն զրկում ես ընտրելու հնարավորությունից։ Դե դա լավագույն ավանդույթներն են, ցավոք շարունակվում են, դեռևս 90-ականներից դա եղավ, շարունակվեց։
Պարոն Պապյան, եւ թերևս մեր վերջին հարցը, որը վերաբերում է այդ այսպես կոչված խաղաղության խաչմերուկին կամ խաղաղության ստորագրին, կա մի կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը այնքան է արդեն անկյուն մղվել, որ իր միակ փրկությունը տեսնում է Ալիևին հաջողանալու մեջ Թուրքիայի միջոցով։ Դա ինչպես եք նայում այդ վարկածին։ Ես իմ պատասխանի ժամանակ հիշում եք ասացի ինքը գնացել է որպեսզի Էրդողանի միջոցով ազդի Ալիևի վրա ըստ էության նույն միտքը կա որովհետև ինքը ընտրություններից առաջ պիտի փորձի ինչ որ բաներ ցույց տալ թեկուզ է օրինակ ձևականորեն նաև անվտանգության ամբողջ որ Էրդողանը կարող է ազդեցություն ունենալ Ալիևի վրա ինքը հույս ունի բայց ակնհայտ է որ չունի առաջինը եւ Էրդողանը ցանկություն էլ չունի այսինքն այդ բանն անելու մենք որ տեսնենք Էրդողանի պահանջները պակասը չեն դա այն Էրդողանն է որ 20-20 դեկտեմբերին Բաքվի շքերթի ժամանակ ձեռնել սենց արեց ասեց այստեղ թևածում է Էնվեր Փաշայի ոգին հիմա Գիտեք, ուրիշ բանա դու մտածում ես մտքիդ մեջ, ուրիշ բանա դա ասում ես։ Հիմա կարող է մենք չենք հասկանում, որ Էրդողանի ուղղնուցուցով ինքը հակահայ է եւ այլն։ Հիմա, այո, պետք է ինչ-որ ցեվով բնականon հարաբերություններ ունենալ, բայց թուրքերի այդ փորձը ցույց է տալիս, որ երբ որ դու հաստատակամ ես քո իրավունքների մեջ, դու կարողանում ես բանակցել։ Ես լավ հիշում եմ դուք օրինակ Տեր-Պետրոսյանի մասին մենք խոսեցինք 90-ականներին Բուխարեստում մի հանդիպում կար, փակ հանդիպում իրենց թուրքերի հետ, որը հայկական կողմից Թելման Տեր-Պետրոսյանն էր, շատ հետաքրքիր է ընտրությունը։ Այն մարդ, որը պաշտոն չունի, բայց միևնույն ժամանակ իշխանության մերձավոր է, եւ երբ որ իրենք թուրքերի պահանջներից մեկը հենց այդ էր հրաժարվել ցեղասպանության պահանջից Թելմանը հստակ ասեց, որ դա անհնարին պահանջ է։ Մենք դա ոչ կարող ենք, ոչ էլ ուզում ենք մեր ժողովրդին պարտադրենք։ Եթե պատրաստ եք իրավահավասարության, այդ առանց նախապայմանների, հիշեք դուք բազմաթիվ անգամ, այնել այսպես էր առանց նախապայմանների, որ հետո մենք անդրադառնանք մեր միջև եղած խնդիրները լուծենք, այդ թվում ցեղասպանության հարցը, այդ թվում հատուցումների հարցը եւ այլն։ Սահմանների հարցը։ Այո, իսկ այսօր լրիվ հակառակն է։ Այսօր նույն Ստամբուլում այդ համաժողովը բանաձևեր է ընդունում, որտեղ խոսվում է Խոջալույի ցեղասպանության մասին, որպես ագրեսոր Հայաստանից հատուցումներ կորզելու հարցը եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Այո, եւ հենց սա այսպես է, որ այն թեզը, որ ԿՊԱ-ականները առաջ էին քաշում, որ հայ-թուրքական հարաբերություններին խանգարող միակ խոչընդոտը դա Ղարաբաղն է, տան Ղարաբաղը եւ ամեն ինչ լավ կլինի, կյանքը ցույց տալու որ բնավ այդպես չի եւ ինչքան էլ մենք տանք էլի չի լինելու իրենց միայն կարելի է պարտադրել իսկ իրենց կարելի է պարտադրել եթե Հայաստանը կարողանա լինի առաջին ինքը ժողովրդավար լինի արևմուտքի դաշնակիցը եւ սկսի տնտեսապես զարգանալ այդ դեպքում Թուրքիան արդեն շատ ավելի պատրաստական եւ զիջող կլինի քիչ բարդ հարց տամ թեև ասացի վերջիններն է բայց ամեն դեպքում ես հարց ուզում տալ դուք խոսում եք Հայաստանի բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Դրանց զուգահեռ հիմա մեզ անդադ հրամցնում են այն խոսույթը, որ Հայաստանում զինված ուժերը շատ լուրջ բարեփոխումներ են անցնում։ Արդյոք դուք համաձայն եք դրա հետ։ Ոչ, ես համաձայն չեմ, ես չեմ ուզում դրա մասին շատ մանրացնել, բայց կարող եմ ասել, որ որևէ լուրջ բարեփոխում չկա, կարծում եմ այսքան իրան գիտեն, եւ կոռուպցիան նույնպիսի մակարդակի վրա, եթե ոչ ավել, ինչ որ առաջ է։ Իսկ այդ զենքերը, որ Գայասանի կրտեւ միևնույնն է, նախ այդ զենքերը այնքանակ եւ անորակը չեն մեկ, երկրորդը Չխորանանք սրա մեջ, երկրորդը դա հարց չի փոխում, կարճ ասած, ոչ, ցավոք սրտի այդպես չէ։ Հետո, նայեք, մենք ունենք դառը փորձ հետևյալն է ցույց տալիս։ Եթե չկա քաղաքական կամք եւ պատրաստակամություն պատերազմելու, դու պարտված ես միշտ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք ունենք, չէ, բավականին զենքեր, այլ բաներ, թե բոլոր թերություններով անդերձ, բայց հարյուրավոր վկայություններ կան, որ քաղաքական կամքի բացակայություն ա եղել, որից էլ ածանցվել է ռազմական սխալ հրամաններ եւ այլն, եւ ըստ էության դրա համար էլ այդ պատերազմը կոչվում է պայմանավորված պատերազմ, այսինքն եթե քաղաքական իշխանությունը որոշել է, որ պիտի պարտվես, դու պարտվում ես։ Զենքը այն դեպքում է կարևոր, եթե դու ուզում ես կռվես։ Իսկ եթե չես ուզում կռվես, զենքը թշնամուն հանձնող մետաղի ջարդոն է, ինչպես ցավոք սրտի եղել է։ Պարոն Պապյան, շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն նաև ձեզ, ելի բարեկամներ, որ հետևեցիք մեր քննարկմանը, մենք հյուրընկալեցինք
Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար, ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանին ձեզ հետ էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, հաջողություն ձեզ։